Ամուսնալուծությունից հետո երեխան դառնում է մայրիկի ամենամտերիմ անձը, եւ հաճախ առաջին հայացքից սա գեղեցիկ է թվում։ Անկամ մայրը կարող է ասել, որ մենք միասին ենք, մենք երկուսով ենք, նա իմ ամենամոտ անձն է։ Բայց այս հարաբերության մեջ ստացվում է, որ երեխան դառնում է մայրիկի հոգեբանության, հուզական վիճակի այսպես կայունացնողը։ Ես հիշում եմ մի այցելի ունեի, տղա էր, ասաց, ես երբ որ դպրոցում դժվարություններ եմ ունենում, ես մամայից չեմ պատմում, որտեվ չեմ ուզում ինքը ավելի շատ նեղվի, արդեն իսկ իր խնդիրները շատ են։ Եվ ստացվում է, որ դերերը փոխվում են։ Այո, սա հոգեբանության մեջ դառնում է դերերի փոխանակում, parentification, երբ որ երեխան կարծես ստանձնում է ծնողի մեծահասակի դերը։ Հաճախ ծնողի համար հենց ծնող է դառնում, հոգեբան է դառնում, լսող, աջակցող, օգնող։ Ինձ լսող ծնողները պետք է անդրադառնան եւ ընդունեն, որ երեխայի ամենամեծ լավությունը արված իրենց դա երեխա մնալն է, որովհետեւ երեխայի հիմնական պահանջմունքը մնում է անվտանգ մանկություն ունենալը։ Իսկ երբ որ մենք երեխայի ուսերին դնում ենք այդ պատասխանատվությունը մեզ լսելու, ապրոմակցելու, աջակցելու, մեր հուզական վիճակը կայունացնելու, մենք կարծես հնարավորություն չենք տալիս, որ մեր երեխան լինի երեխա, վայելի իր անհոգ մանկությունը։ Նա մտնում է մեծահասակների աշխարհի այդ ծանր լուծի տակ, հաճախ գուցե շատ հրաշալի այդ դերը կատարելով, բայց հետագայում մենք տեսնում ենք երեխա, ով ժամանակից շուտ մեծահասակ է դարձել, երեխա, ով չի կարողանում անհոգ խաղալ իր հասակակիցների հետ, երեխա, ում անգամ ուսումը կարող է չհետաքրքրել, որովհետև իրեն հետաքրքրում է մեծերի աշխարհը, մեծերի հարաբերությունները։ Սիրելի ծնողներ, եղեք ծնող ձեր երեխաների համար եւ թույլ մի տվեք, որ հարաբերությունները լղոզվեն։ Թույլ մի տվեք, որ ձեր երեխաները ձեզ համար ծնող դառնան։